Շնորհավոր աշխարհ, խաղաղության ժամանակն է։ Այս տողերով ԱՄՆ նախագահը իր Truth սոցիալական էջում ազդարարել է Իրան-Իսրայել աջունալի բախման ավարտը։ 12 օր տևած հրթիռադրոնային պատերազմը առավոտյան է կանգնել։ Թրամփը Երևանի ժամանակով 9:08-ին ավետել է հրադադարի մասին, կողմերին կոչ անելով չխախտել այն։ Հրադադարն այժմ ուժի մեջ է, խնդրում եմ չխախտել այն։ Իսրայելի պաշտպանության բանակը Թրամփի գրառումից 2 ժամ անց հայտարարել է, թե Իրանը խախտել է հրադադարը։ 2 բալիստիկ հրթիռ է ուղարկել Իսրայելի ուղղությամբ, որոնք իրենց հոպը ոչնչացրել է։ Թել Ավիվը խոստացել է պատժել Թեհրանին։ Իրանական կողմը հերքել է, թե իրենք խախտել են հրադադարի ռեժիմը։ Հրադադարը չխախտելու ու պատերազմը դադարեցնելու մասին ոգևորված ստատուսներ գրող Թրամփը ընդամենը օրեր առաջ հունիսի 21-ին 2 շաբաթ ժամանակ էր տվել Իրանին վերադառնալ միջուկային բանակցությունների սեղանի շուրջ, այլապես սպառնում էր ուղիղ միջամտել հակամարտությանը։ 2 շաբաթից 2 օր էլ չէր անցել Միացյալ Նահանգների նախագահը 6 GBU-57 բունկերային ռումբերով հարձակվեց Իրանի Ֆորդոու քաղաքում գտնվող իրանական հիմնական միջուկային օբյեկտների վրա, որոնք գետնի տակ էր թաքցրել իրանական կողմը։ Թրամփը վստահեցնում է, որ ամերիկյան ռումբերը ոչնչացրել են Իրանի միջուկային ծրագիրը։ Իրանական լրատվամիջոցները գրում են, որ Թրամփի սիրտը փափկել է, երբ երկուշաբթի երեկոյան իրեն զինուժը պատասխան գործողությունների է դիմել, Քաթարում հարվածելով ամերիկյան ռազմաբազաներին։ ԱՄՆ նախագահը նույնիսկ շնորհակալություն է հայտնել Իրանին նախապես զգուշացնելու, հետո հարվածելու համար։ Դրա շնորհիվ կարողացել են խուսափել զոհերից։ Հուսով եմ այլևս ատելություն չի լինի։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել Իրանին մեզ զգուշացնելու համար։ Դրա շնորհիվ զոհեր կամ վիրավորներ չեղան։ Իրանը պաշտոնապես շատ թույլ արձագանքեց մեր կողմից միջուկային օբյեկտների ոչնչացմանը։ Դրան մենք սպասում էինք եւ շատ արդյունավետ հակադարձեցինք։ Իրանը հակադարձել է, հայտարարելով, որ Քաթարում ամերիկյան ռազմաբազան ամբողջությամբ ոչնչացրել են։ Մինչև հրադադարի հաստատման վերջին պահը Իրանը հարվածներ է հասցրել իսրայելական քաղաքներին։ Իրանի արտգործնախարարը Թրամփի հրադադարի մասին հայտարարությունից մի քանի ժամ առաջ զգուշացրել է, որ մինչև վերջին րոպեն խփելու են Իսրայելին։ Մեր զինված ուժերի ռազմական գործողությունները Իսրայելի ագրեսիան պատժելու համար շարունակվելու են մինչև վերջին րոպեն։ Իսրայելի Բեերշևա քաղաքի վրա մի քանի հրթիռ է արձակել Իրանը, նախնական տեղեկություններով զոհեր ու վիրավորներ կան։ Բազմահարկ շենքը լուրջ վնաս է կրել, իսրայելական շտապօգնության ու հրշեջ-ծառայության մեքենաները դեռ դեպքի վայրում են։ Թել Ավիվը ևս գիշերը չի դադարեցրել գրոհները, Իրանի Գիլան նահանգի ուղղությամբ է ռումբեր նետել, 9 զոհ ու տասնյակ վիրավորներ կան։ Իսրայելի վարչապետը վստահեցրել է, թե այս 12 օրերի ընթացքում իրենք հասել են իրենց նպատակներին, վերացրել են Իրանից եկող միջուկային սպառնալիքը։ Հասմիկ Սերոփյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուր։ Հայաստանում և աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջին իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։